Archiepiscopos-ը, եպիսկոպոսը, կաթողիկոսը, Փաշինյան Նիկոլը շարունակում է պնդել, որ չեն կարող ունենալ ընտանիք։ Ճիշտ է ասում, սխալ բան չի ասում, չեն կարող երեխա ունենալ, չեն կարող ընտանիք ունենալ։ Փաշինյան Նիկոլ, բայց ազգային անվտանգության ծառայության երկարամյա գործակալը կարող է հեղափոխություն իրականացնողների մեջ լինել եւ հետագայում դառնալ փոխվարչապետ, ազգային ժողովի նախագահ, մի եպիսկոպոս չի կարող երեխա ունենալ։ Թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ մեղադրվող ստահակը կարող է պետությունը ներկայացնել միջազգային ասպարեզում ու դառնալ արտաքին գործոս նախարար, մի արքեպիսկոպոս չի կարող երեխա ունենալ ու ընտանիք ունենալ։ Այն անձը, ով ընդդիմադիր է խաղացել նախկինում եւ հետագայում առաջնորդել է հեղափոխությունը, բանից պարզվում է տարիներով գործել է ազգային անվտանգության ծառայության վերահսկողության տակ, կաթողիկոսը չի կարող ընտանիք ունենալ։ Արմեն Սարգսյանը կարող է Հայաստանի Հանրապետության նախագահ դառնալ խախտելով նորմերը, կաթողիկոսը չի կարող երեխա ունենալ։ Տարեկան 70-80%-ով վարկ տվող վաշխառուն կարող է դառնալ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար, այսինքն տուն քանդողը դառնում է սոցիալական ապահովության նախարար։ Տուն քանդողը դառնում է սոցիալական ապահովության քաղաքականությունը որոշող գլխավոր անձը Հայաստանի Հանրապետությունում, եպիսկոպոսը երեխա ունենալ չի կարող։ Գալուս Սահակյանի օգնականը, Տարոն Մարգարյանի օգնականը կարող են դառնալ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն, գլխավոր դատախազ։ Այսպես կոչված հեղափոխությունից հետո քահանան ուսակրոն չի կարող երեխա ունենալ, եկեղեցին էլ պիտի քաղաքականությամբ ընդհանրապես չզբաղվի, սա Հայաստանի Հանրապետությունն է, Նիկոլ Փաշինյան։ Այստեղ ամեն ինչ հնարավոր է։ Ամեն ինչ, ով ինչ ուզում անում է այստեղ, որովհետև ամեն մեկը որոշել է, որ իրեն վստահված ոլորտը պապուց ժառանգություն է ստացել, ինչ ուզի պիտի անի, դրա համար էլ երկիրը գտնվում է այս վիճակի մեջ, այստեղ ամեն ինչ հնարավոր է։ Այս խնդիրների մասին պարլամենտում չբարձրաձայնողները կարող են ընդդիմադիր երևալ, ընդդիմադիր խաղալ, ընդդիմադիր ներկայանալ, բայց կուսակրոն քահանան պիտի անպայման չունենա երեխաներ։ Իրենց սեփական բջերին Արցախ բանակում ծառայությունից ազատացները կարող են խաղալ ազգայնասերներ, ազգայնականներ, բայց եկեղեցականները պիտի նորմեր չխախտեն։ Եկեղեցականները մեր հայելին են։ Եկեղեցականները մեր հետևանքն են։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Այստեղ ամեն մարդ կարող է անել այն ամենը, ինչ ցանկանում է։